Էդգար Շեյնի կազմակերպական մշակույթի 3 մակարդակները ամենահայտնի մոդելներից մեկն է կազմակերպական մշակույթը վերլուծելու համար եւ շատ սիրված մոդել է HRCI-ի կողմից, եկեք միասին վերլուծենք։ Էդգար Շեյնը ասում է, որ կազմակերպական մշակույթը ունի 3 մակարդակներ։ Առաջինը արտիֆակտներն են, այսինքն այն, ինչ մենք տեսնում ենք։ Երկրորդ մակարդակը հռչակված արժեքներ, espoused values, այսինքն այն, ինչ մենք ասում ենք։ Եվ վերջին մակարդակը հիմնարար ենթադրություններ, basic underlying assumptions, այսինքն ինչին ենք մենք հավատում։ Արտիֆակտները կազմակերպական մշակույթի այն երևույթներն են, որ մենք տեսնում ենք։ Օրինակ, մենք մտնում ենք օֆիս եւ տեսնում ենք կահույքը, տեսնում ենք պատերը ինչ գույնի են, տեսնում ենք մարդիկ իրար ոնց են բարևում, ինչ ռիտուալներ ունեն, կամ ինչ դրես կոդ ունեն։ Հաջորդ մակարդակը հռչակված արժեքներն են, այսինքն այն, ինչ մենք ասում ենք, եւ այստեղ շատ պարզ օրինակներ կան, կազմակերպության առաքելությունը, mission, mission and vision, value statement, կամ կարող է լինել HR policy-ներ, նույն employer branding-ը էլի հռչակված արժեք, այսինքն մենք communicate ենք անում internal and external աշխարհին, թե մեր կազմակերպությունը ինչի մասին է, եւ այստեղ կարող է նաեւ լինել code of conduct, code of ethics։ Կարող ենք ասել, որ հռչակված արժեքները շատ մարքեթինգային եւ HR-ական շերտ է կազմակերպական մշակույթի, քանի որ հենց HR եւ մարքեթինգային թիմերն են աշխատում հռչակված արժեքների վրա։ Ինչքան էլ ընկերությունը ներդնի արտիֆակտների կամ հռչակված արժեքների մեջ, միևնույն է, հիմնարար ենթադրություններն են ձևավորում իրական այդ խորքային մշակույթը։ Մենք կարող ենք օրինակներ բերել։ Օրինակ, աշխատակիցները կարող են մտածել leadership should not be challenged, եւ դա հիմնարար ենթադրություն է եւ ամենախորքայինն է, Բնականաբար սրա մասին ոչ մի հռչակված արժեք կամ արտիֆակտ չի լինի, բայց օրինակ աշխատակիցները կարող են իմանալ եւ մտածել, որ այո, մենք ղեկավարներին եւ առաջնորդներին չպետք է հակաճառենք, հակառակ դեպքում կարող են վատ հետևանքներ լինել։ Եթե այլ օրինակներ մտածենք, mistakes can be dangerous, սա էլ է հիմնարար ենթադրություն, mistakes, այսինքն աշխատակիցները իրանք մեջ մտածում են, որ եթե սխալ անեն, ապա կարող են պատժվել։ Քիչ ավելի պոզիտիվ օրինակներ փորձենք բերել։ Օրինակ աշխատակիցները կարող են մտածել environment is really safe here, սա էլ է հիմնարար ենթադրություն, safe here։ Եվ այս 3 մակարդակները, արտիֆակտները, հռչակված արժեքները եւ հիմնարար ենթադրությունները ձևավորում են կազմակերպական մշակույթը։ Այս մոդելը շատ լավ մոդել է ձեր կազմակերպական մշակույթը վերլուծելու համար եւ հասկանալու արդյոք օրինակ այն, ինչ մենք ասում ենք եւ տեսնում ենք, համապատասխան է նրան, թե ինչին են մարդիկ հավատում ձեր կազմակերպությունում։ Շատ շնորհակալ եմ տեսահոլովակը դիտելու համար, հուսով եմ, որ օգտակար էր։ Ձեզ հետ Քրիստինան էր, HR Round-ի հիմնադիրը, միացեք մեր համայնքին։